350 միլիոն դրամի գույք ու դրամական միջոց դատախազության պահանջն է քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վագն Վերմիշյանից։ Վերմիշյանի եւ վերջինիս փոխկապակցված անձանցից Օգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում ենք 4 անշարժ գույք, որոնցից 2-ը Երևան քաղաքում են, մասնավորապես կենտրոն համայնքում են, 2-ը Լոռվա մարզում են։ Դատախազությունը նախկին պաշտոնյայի գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել է 2020 թվականին, հետ գնացել մինչև 2006 թվականը։ Դատախազի խոսքով առաջին ենթադրյալ ապօրինի գույքը հենց այդ թվականին է ձեռք բերվել։ Վերմիշյանի եւ նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ հայցը դատանում է 2023 թվականից, սակայն դատաքննության փուլ դեռ չի մտել։ Պատասխանողները 1 տարի է ապացույցներ են ներկայացնում։ Այս նիստին դատախազը հայցի հիմքն ու առարկան փոփոխելու միջնորդություն ներկայացրեց։ Հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությամբ 2 հանգամանք կա, որ հիմք է ընդունվել պատասխանողների ներկայացուցիչների կողմից ներկայացված Ռուսաստանի Դաշնությունից ստացված աշխատավարձերի վերաբերյալ պարոն Վերմիշյանի եւ երկրորդը բաժնետոմսերի առողջարքի եւ օտարման գործարքներն են հիմք ընդունվել եւ կատարվել է վերահաշվը։ Փոփոխությունը նախկինում դրամական պահանջի մասով իր համակցության մեջ կազմում էր 46 միլիոն ՀՀ դրամ, ներկայումս դրամական պահանջը կազմում է 42 միլիոն ՀՀ դրամ։ Դատախազի միջնորդությունը սակայն կքննարկվի մյուս նիստին։ Այս նիստին Վերմիշյանի փաստաբանները չէին ներկայացել, ինչը դատարանը անհարգալից համարեց։ Դատարանն այս գործով բաշխել է նաև ապացուցման բեռը, թե որ կողմը ինչ հանգամանքներ պետք է ապացուցի։ Դատանի որոշմամբ հայցվորի վերադրվել է ապացուցման պարտականություն, որպեսզի ապացուցի հայցի առարկայում ներառված գույքերի սեփականության իրավունքով պատկանելիությունը կամ օրենքի իմաստով պատկանելիությունը Վահագն Վերմիշյանին, այդ գույքերի շուկայական արժեքի գերազանցել է 50 միլիոն ՀՀ դրամ, օրենքով նախատեսված շեմը, փոխկապակցված անձինք հանդիսանալու հանգամանքը Մարգարիտ Վերմիշյանի եւ Սուսաննա Վերմիշյանի, ենթադրյալ գույքերի ապօրինի ծագում ունենալը եւ նաեւ դրամական պահանջի ենթադրյալ ապօրինի ծագում ունենալը եւ փոխկապակցված անձանց կողմից ձեռք բերված գույքերի Վահագն Վերմիշյանի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, իսկ պատասխանողների վրա դրվել է ապացուցման պարտականություն իրենց օրինական եկամուտներով հիմնավորելու նշված գույքային ձեռքբերումները։ Բացի այս քաղաքացիական գործից նախկին պաշտոնյան անցնում է նաև քրեական գործով մեղադրվում քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Դատավճռով նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, դատական ակտը բողոքարկվել է եւ դեռ օրինական ուժ չի ստացել։ Վահագն Վերմիշյանը կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է 2020 թվականին, որը զբաղեցրել է 2019-ից։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։